Քոչարյանը դարձավ հանրապետության նախագահ, այդպես էլ մեկը չկար կողքին, որ ասեր հարյուր չի։ Նույնիսկ Ադրբեջանի չեմպիոնա դարձել, փորում էի Փաշինյանի որ հետ Մինստանանի էինք նստում։ Ոչ փորացավ ունեմ, ոչ գլխացավ ունեմ։ Բոլորն անցել են։ Կոլումբիայի նախագահը կարգադրել է, որ կապ հաստատեն Երևանի հետ, ոնց որ Աստծո նախախնամությունն էր։ Արարատը դարձավ փոխչեմպիոն։ Մեկնաբանների նկատմամբ պարտադիր գլաբլիտներ հսկում նամագրեց։ Ներելի սխալներ, ոչ ներելի սխալներ։ Բավարյան չէր կարող հեշտությամբ Արարատին տանել։ Այն կողմից մեքենան եկավ հետևիցս։ Գլավլիտը եկա։ 10 օր հետո աշխարհի առողջությունը չէր ավարտվել, գնդակահարեցին։ Բարի երեկո։ Այսօր փորձենք լինել առանց ֆիլտրի եւ ստանալ հետաքրքիր եւ կարեւոր պատասխաններ լեգենդար հեռուստամետնաբան, Football Plus սպորտային թերթի հիմնադիր նախագահ Սուրեն Բաղդասարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բաղդասարյան։ Շնորհակալություն մեզ։ Բարև ձեզ, ես էլ շնորհակալ եմ։ Պարոն Բաղդասարյան, դուք սպորտային դաշտից մեր առաջին հյուրն եք։ Մեր հաղորդումը միշտ ընդհանրապես սկսում ենք մասնագիտության ընտրությունից։ Քչերը գիտեն, որ դուք մասնագիտությամբ ինժեներ եք եւ դժվար է պատկերացնել, որ դուք ինժեներ եք, բավական երկար տարիներ աշխատել եք, շուրջ 12 տարվա մասին է խոսքը։ Ինչպես եղավ նախ այդ մասնագիտության ընտրությունը եւ ով ինչ խոչընդոտեց, որ դուք գնաք ձեր սիրած ճանապարհով, օրինակ, հենց միանգամից մեկնաբանության կամ հեռուստամեկնաբանության։ Իմ կյանքը այնքան հարուստ է եղել եւ հիմա էլ կա, որ ես ինձ երբ կանչում են չեմ անում, որը ասեմ, որը թողնեմ։ Գիտեմ, որ ժամանակն էլ սահմանափակ է, հետեւաբար փորձեմ ձեր հարցերին բոլոր դեպքերում համառոտ պատասխանել, որ հարցերը շատ լինեն։ Ես ասեմ, ծնվել եմ Ստեփանակերտում, հայկական դպրոց եմ սովորել, ընդ որում մեր հայերենը շատ լավ էր դրված, անկախ նրանից, որ Ղարաբաղում բարբառը կար։ Ես էլ նաև ասմունքում էի ու գրականություն շատ էի սիրում, արդեն փոքր տարիքից ոնց որ հիմքը դրված էր։ Հետո որ եկա նաև սպորտի հետ էի կապված, ֆուտբոլ էի խաղում, բայց պատանեկան տարիքում ձեռքս ջարդվեց, ուրեմն երկու ոսկորս ջարդվեց ձեռքի ու բժիշկները ասեցին, եթե մի անգամ էլ ջարդվեց, բանը հաշվանդամ կմնաք։ Ու ես ֆուտբոլը թողեցի, բայց ֆուտբոլից հեռանալ չէի կարող։ Այն ժամանակ անընդհատ սովետский սպորտ էի կարդում։ Իսկ ֆիզկուլտուրնիկ մեզ չէր հասնում, որովհետև այն ժամանակ այնպես էր, որ Ադրբեջանը չէր թողնում, չնայած խորհրդային միություն էր, որ մշակութային կապեր լինեն։ Ասենք ես բոլոր մեր դասականների, մեր դպրոցական ծրագիրը նույնն էր, ինչպես Հայաստանում, բայց այնպես էր, որ օրինակ մեր հայտնի գրողներին, բանաստեղծներին, երգիչներին չէին թողնում գային Ստեփանակերտ, Ղարաբաղ։ Պատկերացրեք, որ առաջին անգամ Երևանի եւ Ստեփանակերտի միջև ավտոբուսային կապ է հաստատվել 57 թվականին։ Պատկերացրեք սոյ տարիներին, նույնիսկ ասենք այնպես էին անում, որ ավտոբուսային կապ չուներ։ Ես էլ 58 թվին եմ եկել Երևան, ինքս էլ եւ սպորտային ազնվորություն էի, քանի որ եւ ֆուտբոլ եմ խաղացել, եւ ուզում էի ֆիզկուլտ ինստիտուտ ընդունվեի։ Եկա անտեղյակ ֆիզկուլտ ինստիտուտում քննությունները հանձնեցի, ինձ հետ Ստեփանակերտից մեր փողոցից մեկը կար, որի հոր եղբայրը ֆիզկուլտ ինստիտուտում էր աշխատում, իզնից 2 միավոր քիչ վաստակեց, բալ։ Ինձ չընդունեցին, իրեն ընդունեցին։ Արդեն ես հասկացա, թե կյանքը լրիվ ուրիշ է։ Այսինքն, հենց միանգամից հանդիպեցի ծանոթ բարեկամի։ Հա, կոռուպցիան փաստորեն հենց միանգամից ես կոռուպցիայի զոհ դարձա։ Հա, հետո այնպես ստացվեց, ինձ այդ հոր եղբայրը անատոմիա ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչն էր։ Դե գիտեր, որ ես տեղյակ եմ դրանից։ Ես էլ լավ եմ սովորել սպորտից էլ բաներ, իմ բալերը հերիքում էր, որ ես ընդունվեի ֆիզկուլտ ինստիտուտ։ Հետո ինձ համոզում էր, որ հանկարծ խոսակցություն չգնա, որ ենթադրենք իմ ընկերը, որ եկել է ինձ հետ, 2 բալ քիչ ա եղել, ինքը ընդունվել է, ես չեմ ընդունվել։ Ինձ համոզում էր, որ ես անցնեմ բան, հեռակա,
ու մի տարի հետո Հա, սպասեք, միջև արդեն։ մի տարի հետո կտեղափոխվեմ արդեն ստացիոնար, հա։ Ես էլ այնքան վիրավորված էի, հոգուս խորք վիրավորված էի, մտածեցի մերս էլ չէր ուզում, որ գիտեր եւ որ ես լավ եմ սովորել, չէր ուզում, որ ես ասենք սպորտի բանով գնամ։ Ես այդ ընթացքում ընդունվեցի մարզիչների դպրոց, 2 տարի սովորեցի, ավարտեցի, ասինքն սպորտային մասնագիտություն ստացա։ Իմիջիայլոց սովորում էի Փաշինյանի հոր հետ, Մինստանարանի էինք նստում։ Հա։ Ինքը ավարտեց գնաց Դուք Վովա Փաշինյանի հետ եք սովորել, հա, այսինքն, հա։ Փաշինյանի հոր հետ։ Հա, Վովա Վովա, այո, Փաշինյանի։ Վովա Փաշինյանը։ Շատ մտերիմ էինք, բան, շատ համեստ անձնավորություն էր իմիջիայլոցինքը։ Եվ այդպես ինքը գնաց մի անգամ ես դպրոցում Որպես ուսուցիչ։ հա, ուսուցիչ ֆիզկուլտուրայի, իսկ ես էլ որ լավ էի սովորել, մերս էլ անընդհատ ասում էր այդ սպորտը քո բանը չի էլի, քո ճանապարհը չի։ Անընդհատ ասում էր, հետո որ արդեն մարզիչների դպրոց ավարտեցի ու հետո ինքս վիրավորված էի, գործերս տվեցի Պոլիտեխնիկ ինստիտուտ, տեխնիկա կիբերնետիկայի ֆակուլտետ։ Դե լավ էի սովորել դպրոցում, մաթեմատիկան էլ լավ գիտեի ու մի խոսքով ընդունվեցի։ Ընդ որում ամենամեծ կոնկուրսը այդ բաժինն էր։ Տեխնիկական կիբերնետիկան էլ հնչում էր, մենք չգիտեի այդ ինչ մասնագիտություն է։ Այդպես ես ընդունվեցի պոլիտեխնիկ, բայց սպորտից կտրվել չէի կարող։ Հետո հայտարարեցին այն ժամանակ դեռևս 61 թվականին հայտարարեցին մեկնաբանների մրցույթ։ Ես այդ մրցույթում հաղթող ճանաչվեցի 21 տարեկան էի։ Բայց այդտեղ էլի ծանոթ բարեկամ Լևոն Դանիելյանը կար, որը ուղղակի հատկապես ռադիոռեպորտաժը մշակույթ էր դարձրել։ Մինչև շարունակենք մի հատ ուրիշ հարց տամ էլի պարոն Բաղդասարյան ու շարունակենք կարիերան էլի։ Ինձ հետաքրքիր է, օրինակ Ստեփանակերտում որ դուք ֆուտբոլ եք պարապում, Ստեփանակերտը նախ թիմ ուներ եւ որ առաջնությանն էր մասնակցում եւ ինչ հաջողություններ ուներ։ Ստեփանակերտը մասնակցում էր Ադրբեջանի առաջնությանը։ Բայց խտրականություն կար, որ գնում էր ադրբեջանական շրջաններ, քաղաքներ, բան, բազմաթիվ խնդիրներ էին լինում, կոնֆլիկտներ լինում։ Նույնը լինում էր նաև Ստեփանակերտի մարզադաշտում։ Թիմի անունը հենց Ստեփանակերտ է։ Փոքրուց ես վարժվել եմ, այդ որ Ղարաբաղյան շարժում ասում են, նոր սերունդը պատկերացնում է 1988 թիվը, բայց ես 49 եմ ծնվել, արդեն պատերազմից հետո, երբ դպրոցական էի, արդեն հասկացել էի, թե դա ինչ է նշանակում, որովհետև քանի որ մենք Ադրբեջանի կազմում էինք ինքնավար մարզ, ամեն ինչով ճնշում էին։ Ասենք եթե ապրանքներ պետք է տային բյուջեը բան, բայց գոնե այն ժամանակ լավ էր, որ ասենք մարզի ղեկավարներին նշանակում էին տեղից։ Բայց հետո երբ Հեյդար Ալիևը դարձավ ղեկավար, որոշեց, որ ինքը պետք է նշանակի ու Բաքվից պետք է գա։ Իսկ թիմը հեչ հաջողություններ ունեցավ։ Ընկերոջով եկա, բայց նրա մեջ էլ կար հայկական այդ բանը, հայրենասիրությունը։ Ուզում եմ ասել, այդ ամեն ինչը ես տեսել եմ, որ այդպես բան է, դրա համար պատահական չէ։ Այն ժամանակ դեռևս Ղարաբաղյան շարժումը կար։ Ես հիշում եմ գրողների միության նախագահ Բագրատ Ուլուբաբյան կար, որը գրողների միության նախագահն էր եւ շատ հայտնի էր, այդ շարժման ղեկավարն էր։ Հիմնականում այդ բանաստեղծներ, գրողներ, բան այդ դրանք է ղեկավարում։ Ու 3 հոգով գնացի Մոսկվա, ես հիշում եմ, այն ժամանակ դեռ Խրուշչովի ժամանակ է։ Ու տնտեսապես բանով կապվածության, հա, թղթին հանձնած բանով գնացել էին, որ Ղարաբաղը միշտ ճնշման տակ է, որ մեզ այսպես մեր չեն կարողանում, մեր տնտեսությունը չի զարգանում եւ այլ, խնդրում եք, որ մենք ինքնուրույն լինենք եւ այլ։ Պարոն Բաղդասարյան, թիմը հաջողություններ ունեցել էր, թե թիմը հետագայում հաջողություններ ունեցավ։ Նույնիսկ Ադրբեջանի չեմպիոնա դարձել, բայց մենք լավ թիմ ունեինք։ Հա, շատ լավ խաղում էին, ես հիշում եմ։ Ուղղակի քիչ ինֆորմացիա հայտնի, թիմի անունը իսկ թիմ արդեն բաներ, թիմի անունը Ղարաբաղ էր։ Ղարաբաղ էր եւ ուզում եմ ասել լավ թիմ էր։ Հա, մրցունակ չեմպիոն էր դարձել, դե պատկերացրեք մրցավարություն սուբյեկտիվ էր եւ այլն։ Այդ քանի մեջ էլի ինքը բան։ Վերջը ես շատ երկար չգնամ, այնքան հետաքրքիր բաներ կան։ Ուզում եմ ասել, որ թող երիտասարդ սերունդը իմանա, որ այդ Ղարաբաղյան շարժումը դեռևս եղել է
Ամենայն դեպս ես որ արդեն սկսել եմ հասկանալ այդ պատանեկան տարիներից պատերազմից հետո ասենք 51, 52, 53 թվականներին բան ու այդ խտրականությունը անընդհատ ես զգում էի ուզում եմ ասել ու հետո 88 թվականին այդ շարժումը սկսվեց ու պատկերացրեք այն ժամանակ դեմը առան ինչ բանով Բագրատ Ուլուբեբյանը Բոգդան Ջանյան կար եւս մեկը կար Ստեփանակերտի քաղաքապետներ Շաքարյան 3 հոգով դրանք ղեկավարներ էին ուրեմն գնացել էին Մոսկվա Խրուշովի մոտ ընդունել էին քաղաքական հարցեր Խրուշովն էլ այն ժամանակ Միկոյանը բաներ Գերագույն խորհրդի նախագահն էր ուղարկել եմ Միկոյանի մոտ բայց նաև հետո ինձ Ուլուբաբյանը մանրամասն պատմեց նաև զանգել է Միկոյանին որ ազգային հարցա իրենք ուզում են Ղարաբաղի հարցը որ ճնշում են բան հանկարծ ընդհանրած չգնաք որովհետև խորհրդային միությունում որ մեկին բան անեք բազմաթիվ այդպիսի հարցեր կան ու այդպես վերջը ու այդ շարժումը որ շարունակվել է Մոսկվայից կարգադրել են որ դրանց շտաբ կարգով բան արեք արդեն ընդհարումներ էին բանեն մեկուսացին շտաբ կարգով ուղարկեք Երևան Հայաստան երեքին ուղարկում են Երևան այն տարիներին միանգամից երեքին էլ բնակարան են տալիս Բոգդան Ջանյանը տեղավորում է հանրային հեռուստատեսությունում եւ ռադիոյում երկար տարիներ շփվում էինք Շաքարյանն էլ որը քաղաքապետարանի քաղաքապետն էր Ստեփանակերտում նրան էլ են լավ պաշտոն տալիս նույնը Բագրատ Ուլուբաբյանին այդ ձևի ոնց որ գլխատում են այդ շարժումը որոշ ժամանակ ընդհատվում է հետո նորից 88 թվականին սկսեց ուզում եմ ասել դա որ ես որ գրեմ այդ բաները էլի նաև քաղաքական բանով իմ աչքի առաջ է այդ ամենը շատ դրամատիկ կյանք եք ունեցել պարոն Բաղդասարյան Կանք մեկնաբանությանը պարոն Բաղդասարյան դուք եկաք ամենա հետո եկա ուրեմն փաստորեն պոլիտեխնիկ ընդունվեցի բայց բոլոր դեպքերում իմ ուշքն ու միտքը սպորտն էր Եվ այնպես եղավ, որ ես 21 տարեկանում 61 թվին ես որ մրցույթում հաղթեցի, էլի ես ծանոթ բարեկամ միեզով դարձա։ Ես որ գնում էի ռադիո հեռուստատեսություն, աշխատողները, ովքեր հոնորար էին աշխատում, ասենք իրենք ոչ մեկնաբան էին, ոչ բան, ուղղակի զանգում էին, նույնիսկ մի հատ կին կար, ես լավ հիշում եմ։ Խենթեր բաներ ինձ մի տեսակ էր նայում որ իրենց հացը ես կտրում եմ որպես հեռախոսով զանգում էին ուղղակի ռադիոյի վերջին լուրերին ինֆորմացիա են տալիս նույնիսկ լրաբերում դեռ չկար այդ սպորտի ռադիոն էր դեռ ռադիոն էր ես ռադիոյով սկսեցի հետո պատկերացրեք ես անցա բան հետո տեսա որ պետք է ծանոթի մեջտեղ գցեի բայց դե ես էլ իմ բանով սկզբունքով այդպեսին չէի անտեղի 10 տարի կորցրեցի պատկերացնում եք սպասեցիք ձեր ժամին սպասեցի իմ ժամին երևի դա օգնեց ինձ որ ես մի անգամից հաստատեմ որովհետև երբ պոլիտեխնիկ ես ավարտեցի ինձ նշանակեցին Մերգելյանի ինստիտուտ մաթեմատիկական բաներ դա ռազմականացված բաներ որտեղ 3000 աշխատող ունեին Ուրեմն նշանակվեցի այդտեղ ռադիոհանգույցուն էին ես էլ իմ էությամբ նախաձեռնող եմ ուրեմն հաղորդումներ էին տալիս հաղորդումները որն են դուք եք հրամաններ էին կարդում ծնունդ էին շնորհավորում բանը բոլոր դեպքերում ունեի ռադիոհանգույց այդ ժամանակ է Տիգրան Պետրոսյանը խաղում էր Բադվինիկի հետ աշխարհի առաջնության դե Հայաստանում բում էր տոն Փողոցներում ամեն ուրեք այդ տախտակները դրել էին բան, դա ուրիշ պատմություն էր։ Ես էլ շախմատի խեմ, ու լավ էլ շախմատ էի խաղում, ես սկսեցի այդ ռադիոհանգույցով ինքս հաղորդումներ տանել, ինֆորմացիա տալ շախմատի մասին, ու այդպես վերջը մտա։ Մոտ 2-3 տարի ես հաղորդում էի տանում բանի Մերգելյան ինստիտուտի ռադիոհանգույցով։ Այսինքն ես հսկայական փորձ էր բերած։ Հետո 70 թվականին Լևոն Դանիելյանը շատ ծանր էր, համեր ծանր էր։ Լևոն Դանիելյանը այսինքն միակ մեկնաբանն է եղել է։ Միակ մեկնաբանն էր։ Բոլորը ուզում են մեկնաբան դառնալ։ Միակ սպորտային մեկնաբան։ Լևոն Դանիելյանը շատ լավ մեկնաբան էր, շատ։ Իմ կողքն է եղել, ես իրեն պաշտել եմ, որովհետև ինքն էլ բժիշկ էր, ինքն էլ հաստիկով չէր,
Դա էլ առանձին պատմություն է, էլի։ Հետո ես վերջը գնացի մրցույթի մասնակցեցի, որը մեկը չգիտեր, արդեն ես լավ, այսպես ասած, այս բանը խոսափողը ինձ համար բան չէր, էլի, ինձ չէր կարող գցել, արդեն մեծ փորձ էի ձեռք բերել։ Ես որ գնացի Հանրապետական ստադիոնում փոխարինողների խաղը, դրանից առաջ էլ են այդ ձևի 61 թվին ստուգել, ձայնագրում էին, ով ուզում էր մեկնաբան տանը։ Ուրեմն ամեն մեկին տալիս էին մի 5 րոպե, որ հաղորդի։ Որ իմ հերթը եկավ, ես սկսեցի հաղորդելը, 15 րոպե թողեցի, որ ես հաղորդեմ։ 15 րոպե հաղորդեցի, հետո կար Թաթոս կար, այդ ռադիոհանգույցի պատասխանատուներ, ռադիոհեռուստատեսության աշխատողներ, բայց ֆուտբոլային խաղերի ժամանակ ինքն էր այնտեղ տեխնիկայի համար պատասխանատու։ Ես որ դուրս եկա, ասեց, երիտասարդ դուք կարող եք բան անել, արժանի եք, բոլոր տվյալները ունեք, ձեր ձայնը լավ է ու երևի ֆուտբոլից էլ գիտեք եւ այլ, դուք հաստատ կարող եք հաղորդել։ Ես ասեցի, այդ 10 տարի առաջ են ինձ ասել, որը կարա երթան։ Ուտեց մի տարի էլի ես բան չարեցի, մնացի, սպասեցի այն բանին, որ ինձ մի օր կկանչի։ Պարոն Բաղդասարյան, որը եղավ առաջին հանդիպումը եւ այդ տպավորիչ օրը։ Այդ եմ ասում, ինձ կանչեցին 71 թվականին։ Որտեւ այդ ընթացքում էլ բանի հեռուստահաղորդավարներ կային։ Բանը դրանք էլ էին մասնակցել, բայց ֆուտբոլից էին հեռու, ինչ որ մի բան այն չէր եւ այլ, մի խոսքով հիշեցին ինձ 71-ին ինձ կանչեցին։ Եվ առաջին ռեպորտաժս եղավ Տաշկենտի Պախտակորի հետ Երևանում։ Ընդ որում Պախտակոր Արարատ։ Ընդ որում առաջին կեսը հաղորդում էր ազգանունը ոնց էր մոռացել եմ, գյումրեցի էր, գյումրի акցենտով, դեռևս Լևոն Դանիելյանից առաջ էր հաղորդում դա, բայց բանը այս բարբարային ընդգծված էր, այդ акցենտը ավելի ընդգծված էր, չնայած ես էլ որոշ акցենտ ունեմ, բայց արագորեն վերացրեցի։ Ու այդպես երկրորդ կեսը ես հաղորդեցի եւ ռադիո եւ հեռուստատեսություն միացրեցի։ Ու արդեն տարբերությունը մեծ էր։ Ու դրանից հետո Դանիելյանն էլ արդեն անկողնային հիվանդ էր, 72-ի հունվարին մահացավ։ Ես դեռ Լենինգրադում էի, մասնագիտական այդ կատարելագործման կուրսերի էի, ինձ արդեն այնտեղ հանդիպեցին, ասեցին Երևանում արդեն խոսակցություն է գնում ձեր մասին, չգիտեին, կոնկրետ գիտեին, որ ես մրցույթով եմ բան ու ինձ պետք է հրավիրեն հաղորդելու, արդեն մի խաղ հաղորդել էին, Պախտակորի խաղը։ Ու այդ խաղն էլ շատ լավ ստացվեց այն իմաստով, այսօրվա պես հիշում եմ, Արարատը 3-2 հաշվով հաղթեց, Մարգարովն էլ շրջադարձ հարվածով արտակարգ գոլ խփեց։ Ոտեց այդ պատմական խաղեր, հետո դրանից հետո ճիշտ ասած ինձ ուղարկեցին Բաքու Նեֆչի խաղին։ Ու այդպես գնաց։ Ձեր վերելքի շրջանը համընկավ նաև Արարատի վերելքի շրջանի հետ, պարոն Բաղդասարյան։ Հետո 71-ին Արարատը ոնց որ Աստծո նախախնամությունն էր։ Արարատը դարձավ փոխ-չեմպիոն։ Ոնց որ ինձ էր սպասում։ Ու այդպես թռա, որովհետև դրանից առաջ Արարատը ես էլ խենթ երկրպագու էի, ու Արարատը տասնյակ եթե մտնում էր, ուրեմն դա մեծ ոգևորություն էր, փոքր հանրապետություն էր, քաղաքականություն էր։ Ես այդ էի ուզում հարցնել։ Այն ժամանակ պետությունը այնպիսի հիմքեր ուներ, որ ամեն ինչ վերահսկում էր։ Օրինակ, որպես մեկնաբան, դուք պետք է ունենայիք առավելություններ եւ ձեր հետ ինչ որ տեղերից կարող է աշխատեին։ Ովքեր էին աշխատում նախ ձեր հետ, ինչ ցանկություններ ունեին եւ ինչ սահմաններ էին գծում եւ մեկնաբանի համար ինչն էր ամենակարևորը այդ շրջանում, պարոն Բաղդասարյան։ Դե այդ շրջանում ես ասեմ, ես որ սկսեցի հաղորդումները, բանից երևում է նաեւ Կենտկոմում ամենավերևում դե ժամանակ Կենտկոմի առաջին քարտուղարը Քոչինյանն էր։ Շատեր կարծում են Դեմիրճյանի ժամանակ Արարատը չեմպիոն դարձել, բայց Քոչինյանը օգնեց ամեն ինչով։ Այն ժամանակ
ասեմ խորթային տարիներին էլ ֆուտբոլը քաղաքականություն էր ու վերահսկում էր կենտկոմի կողմից Ինչ էին անում այսինքն հատկապես Արարատի ելույթները այսպես կենտկոմի առաջին քարտուղարի հսկողության տակ էր ասենք բնակարան էին տալիս մեքենա էին տալիս այն ժամանակ աշխատավարձները այդքան բարձր չէր պարգևատրություններ էին տալիս շահագրգռում էին բայց ցավոք այն ժամանակ Արարատը այդ հաջողությունները չուներ իսկ երբ արդեն 71-ին ոսկե սերունդը եկավ արդեն արծաթ վերցրեցին Քոչինյանը ինքը ապահովեց ամեն ինչը ապահովեց շահագրգռեց համխի նախագահային թարգմանյան կար բոլոր խաղերին արագորեն Ձորախբյուրի բազան կառուցեցին արագորեն Հրազդան մարզադաշտը կառուցեցին 71 թվականին հենց Արարատը որտեղ սկսեց փայլատակել ասում եմ դա քաղաքականություն էր այն ժամանակ այդ բոլոր թիմերը հատկապես հանրապետությունների ղեկավարներն են հսկում այդ հանրապետական թիմերին օրինակ Ուկրաինայում Շերբիցկի կար կենտկոմի առաջին քարտուղար էր նա էր բոլոր հարցերը լուծում եւ այդպես բան ու ցանկացած պետության հովանավորությունը միշտ կարևոր էր փաստորեն պետության հովանավորությունը միշտ կար եւ հսկողությունը կար եւ մեկնաբանների նկատմամբ պարտադիր գլաբլիտներ հսկում ու բայց ես էության այնպեսին էի նախաձեռնող որ ես մեջտեղ բերեցի բազմաթիվ հաղորդումներ արդեն ես ինչ ասեմ մի տարում արդեն շատ մեծ հեղինակություն ձեռք բերեցի այնպեսի հեղինակություն ոնց որ Արարատի տղաներն էին մի հատ հարց տամ էլի այդ մասով բան Բադասյան մեր ներկայիս շրջանում հանրային կերպարներին հանրությունը շատ հաճախ քննադատում է հետաքրքիր է սովետի շրջանում երբ որ դուք մեկնաբանում էիք ձեզ նախ ով էր քննադատում եւ ում քննադատությունն է կարեւոր եղել որ դուք փոխել եք վերափոխվել եք կատարելագործվել եք Հիմա ես ասեմ, դե այն ժամանակ ես ասեցի, որ բոլորն էին ուզում մեկնաբան դառնալ, բազմաթիվ մարդկանց են փորձել, ի վերջո կանգ են առել ինձ վրա, եւ ֆուտբոլասերը համոզվել է, Լևոն Դանիելյանից հետո էլ ես մտածում եմ, որ Լևոն Դանիելյանից հետո ես չեմ կարող հաստատվել, ուղիղից արդեն ոնց որ հանել էի բայց իմ բախտը բերեց նրանով, որ նախարարատը սկսեց լավ խաղալ եւ երկրորդը ես սկսեցի փոխարինել ու շատերը կային դրանցից հրաժարվեցին ու հետո իմ ձայնը ինչ որտեղ Լևոն Դանիելյանի ձայնի նման էր առոգոնությունս նույնպես ու ինձ շատ լավ ընդունեցին պատկերացրեք ես որ 72 թվին 71-ին մի քանի հաղորդում էի տարել բայց չէին հիշում 72-ին որ Արարատը առաջին խաղը անցկացրեց Ֆրունզեի Ալգայի հետ էր գավաթային երկու հանդիպում էր Ֆրունզեն համաձայնեց երկու խաղն էլ Երևանում անցկացրեցին Արարատը առաջինը հաղթեց երկրորդին ես հաղորդեցի երկրորդին որ գնացի հանրապետական մարզադաշտ արդեն հանրապետական մարզադաշտի այն գլխավոր մուտքի մոտ որ կենտրոնից մտնում են տեսնում են տեղ մարդիկ են կուտակված Փաստորեն ֆուտբոլասերների մոտ մի 200 հոգի կուտակվել էին, ուզում էին տեսնեն հետո այդ մեկնաբանը։ Ու ես եկա մոտեցա, ինձ անցաթուղթ էին տվել, ես որ եկա ոստիկանը ասեց ուր է գնում երիտասարդ, ասի խաղը հաղորդելու։ Այն կանգնածները որ ինձ տեսան, չեք պատկերացնում բոլորը ծափահարեցին։ Եվ դա ինձ համար, ինչ ասեմ, արդեն ոնց որ արտոնագիր էր, ոնց որ անցաթուղթ էր, ես զգացի, որ արդեն մասաները ինձ ընդունել են։ Բացի այդ հաջորդ օրը, այդ պախտակորի խաղից հետո, ես դեվոր ինժեներ էի, հաճախ գնում էի գործողման Հրազդան։ Այնտեղի այդ գործարաններից մեկը։ Բանը, ատոմակայան, այդտեղ մենք վերանորոգման աշխատանքներ ենք կատարում, փաստորեն բան էի ես ոնց որ ճիշտ է կիբերնետիկան եմ ավարտել, բայց ինժեներ ոնց որ էլեկտրիկ էի ու այդպես էլեկտրիչկայում նստած երկու երիտասարդ վեր են լուծում ֆուտբոլային խաղը։ Հիմա ամենակարևորը խաղը թողել են, դե ոգևորված են, Արարատը հաղթել է, գավաթի խաղարկությունը մանցել է մյուս փուլը։ Հիմա խոսում եմ բանի մասին, ով է մեկնաբանը։
ինձ էլ հետաքրքրում է հիմա ես ուզում եմ տեսնել չեզոք երկրպագուն ոնց է ընդունելից ուրեմն իրար հետ խոսեցին մեկը ասեց որ Լևոն Դանիելյանն էր մեկը ասեց չէ տարբերություն կա վերջը եկան այն համոզվան որ հաղորդումը վարելա Լևոն Դանիելյանը չնայած բոլորը գիտեին որ Լևոն Դանիելյանը ծանր է ու ինձ համար դա մեծ գնահատական էր որ մարդիկ հասարակ ֆուտբոլասերը ինձ արդեն համեմատում էր Լևոն Դանիելյանի հետ ու դրանից հետո ես ավելի մեծ վստահություն ձեռք բերեցի դրանից հետո ինձ արդեն նամակ էին գրում մի հատ հետաքրքիր բան եք ասում որ ձեզ նամակով ա դիմում եթե չեմ սխալվում Լևոն Հախվերդյանը Լևոն Հախվերդյանի հետ շատ բան էր ուժեղ ֆուտբոլի խենթ էր ու ինքը անընդհատ զանգում էր ինձ ասում էր Սուրեն աշխատի պարզ լեզվով խոսել պարզությունը դա բան է վարպետություն է դա գիտություն է եւ ավելի շատ սովորական լեզվով այդպես վերջը ես առիթից օգտվելով իրեն ասեցի ամեն խաղից հետո զանգում էր ասում էի խնդրում եմ եթե ես սխալներ եմ թույլ տալիս գրեք թե ինչ սխալներ եմ թույլ տվել որ ես աշխատեմ այդ ուղղությամբ ու այդպես ես ինքը ինձ շատ բաներում օգնեց որ ես ասենք իմ վարպետությունը կատարելագործ եք հա հետո մեկ ուրիշը կար Շավիղ ինչաներ հետո դարձավ բանաստեղծական գիտությունների դոկտոր պրոֆեսոր նամակ գրեց ներելի սխալներ ոչ ներելի սխալներ ու այդ նամակը ես պահում էի ու գրում էր որ դե Ղարաբաղցիները քանի որ ռուսական ազդեցությունը մեծ էր շեշտը դնում են ռուսականում ոնց որ կա առաջին վանկի վրա հետո դե ես էլ որ լավ էի սովորել Շավիղ Գրիգորյանը ինձ գրեց որ շեշտադրությունը պետք է ճիշտ դնեք վերջի վանկի վրա հետո բանը թվականները պետք է ճիշտ արտասանեք որտեվ Ղարաբաղյան բարբարի վրա նաև կար այդ թուրքականի ազդեցությունը որ ասում էին 100 արդեն իմացիր որ բան չէր օրինակ Քոչարյանը դարձավ հանրապետության նախագահ այդպես էլ մեկը չկար կողքին որ ասեր 100 չի մարդիկ կատաղում են առավել ևս երբ ադրբեջանական բանն է օգտագործում հա 100 պետք է ասես այդքան բան ու ես կարճ ժամանակում ինքնակատարելագործեցի Արագորեն ես մանավանդ որ բանաստեղծությունների արտասանում մեկը մյուսը ինձ համար խնդիր չէր ես արդեն պատրաստված էի արագորեն ես շեշտադրությունը սկսեցի ուշադրություն դարձնել թվականները պլյուս դրան այդ Մերգելյանում աշխատելը ինձ օգնեց բան ու այդպես ես որ եթե դուրս եկա արդեն պատրաստի մեկնաբան էի Պարոն Բաղդասարյան գանք նորից քաղաքականությանը եւ եկանք արդեն անկախության շրջան որ որոշումներն էր ֆունդամենտալ որ պետք է արվեր որ որոշումներն էին որոնք արվեցին եւ որոնք որ մինչև այսօր դեռ չեն արվել ուրեմն ասեմ նախ խորհրդային տարիներին ընդունված էր որ վթարների մասին զոհերի մասին ցույցերի մասին ասենք եթե խաղի ժամանակ ինչ որ բան ա եղել դա պետք է չհրապարակվեր հա չհրապարակվեր այո պատկերացրեք ես 73 թվին Լվովից ռեպորտաժ վարեցի դե արդեն շատ մեծ հեղինակություն ունեի առատն էլ փոկված ժամանակ էլ 2 միավոր էին տալիս 4 միավորով Կիևի Դինամոյից փոկվել էր եւ գնացել էին Կարպատների հետ խաղալու Կարպատները վերջին տեղում էր առաջին բանը Արարատը փոկված առաջին տեղում ամբողջ հանրապետություն անհամբերությամբ սպասում եմ իմ ռեպորտաժի առաջին կեսում 5 րոպեի ընթացքում ես ընդ որում Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Աշենկով էր ժամանակին լավ ֆուտբոլիստ էր Արարատի հետևից ընկած Ուկրաինային որտեղ խաղում էր գալիս էր Ուկրաինայից 5 թիմ էր խաղում ԽՍՀՄ
բարձրագույն խմբում։ Առաջ։ Գալիս էր առաջադրանք էր տալիս, որ պետք է կոպիտ խաղակ։ Կոշտ պետք է խաղակ, ուրիշ ելք չկա։ Դե Արարատն էլ տեխնիկապես սա լավ պատրաստած 73-ին արդեն իրոք շատ ուժեղ էին, ու Կիևի Դինամոյի հետ էլ մրցակցում են, որ խորհրդային միության բաններ, կորիզներ, հավաքականի ու այն էլ ասեմ, ես ֆուտբոլ պլյուսի վերջին համարում գրել եմ, որ այդ տարիներին Միրզոյանի հետ կապված հոդված եմ գրել, այդ տարիներին պատկերացրեք Արարատը այն աստիճանի ուժեղ էր, որ 5 տարվա ընթացքում Արարատը 4 անգամ խաղացել է խորհրդային միության հավաքականի հետ։ Այդ ժամանակ ասեք խորհրդային միության հավաքականը հիշում եմ թուրքերի հետ նախապատրաստվում էր, հետո 75 թվականին 75-ին էր թե երբ էր ես նկարահանող խմբով գնացի Գագրա ավելի ճիշտ երևի 73-ին թե 74-ին էր ուրեմն Արարատը մարզում էր այդտեղ Կիևի Դինամոն մարզում էր այդտեղ Կիևի Դինամոն ամբողջ խորհրդային հավաքականի կորիզներ գլխավոր մարզիչներ եւ Դինամոյի եւ հավաքականի Լաբանովսկին էր պատկերացրեք 13 հոգի Կիևի Դինամոյից բանում էին ֆուտբոլիստ հավաքականում էին այդ խաղը նկարահանեցի բերեցի կատաղած խաղ էր մերոք 1-0 հաշվով տարվեցին հետո 75 թվականին նորից էլի խորհրդային միության հավաքականի հետ խաղացի արդեն Միրզոյանը եկել էր տեղափոխվել էր 73-ին նա պետք է տեղափոխվեր դեմար հայկական տարբերակով ու այդ տղան կորցրեց չեմպիոն չդարձավ հիմա Միրզոյանը ինձ երբ հանդիպում ասում է Սուրեն ես 73-ին պետք է չեմպիոն ու գավաթակիր դառնայի հետո Սպարտակ տեղափոխվեց 78-ին հետևից ընկան էլի խնդիրներ եղավ բայց տաղանդավոր էր այսինքն շատ տաղանդավոր էր բայց մենք դրա մասին քիչ գիտենք 1.85 ատլետիկ տվյալներով Վերեն Աշճանի գրագետ տակտիկապես գրագետ մեզ էլ պետք էր որովհետեւ Կավալենկոն արդեն տարիքը առել էր մեծացել էր փոխարին արագությունը չուներ բոլոր դեպքերում 75-ին քանի որ մենք Բավարիայի հետ պետք է խաղայինք մարտի 3-ին եւ 19-ին Միրզոյանին պարտադիր բերեցին ու նա եկավ դեր Կավալենկոն կար ու առաջին խաղը մարտի 3-ին մերոնք Բավարիային դուրս տարվեցին են էլ Մասլովի պատճառով թե չէ նույնիսկ Բավարիան չէր կարող հեշտությամբ Արարատին տանել որովհետեւ բարդությամբ էին խաղում դե ասում եմ խորհրդային հավաքականի մակարդակի թիմ էր իսկ խորհրդային հավաքականը այն ժամանակ Եվրոպայում ուժագույններից մեկն էր Պարոն Բաղդասարյան այդ վերելքի շրջանին հաջորդեց ոնց որ անկախությունից հետո ինչքան էլ ասենք բայց մենք անկում ունենք եւ նոր վերակառուցվում էր էլի դուք էլ ֆեդերացիայում աշխատել եք ու որպես հասարակական կազմակերպություն բայց բոլոր դեպքերում ֆուտբոլի ֆեդերացիան որը զբաղվում էր այդ քաղաքականության մշակմամբ ուներ նաեւ քաղաքական ազդեցություն որ որոշումները կիսատ մնացին որի հետ համաձայն չեք ինչ պետք անել ինչ կիսատ հիմա ասեմ ես միամետ չնայած ես փորձ ունեի այդ Կարպատների խաղը ես կիսատ թողեցի այդ խաղին արդեն հանրարարություն էին ստացել որ Արարատին պետք է ջարդեն փշրե ուրիշ ելք չկա իրենք լավ գիտեին Կարպատներն էլ վերջ տեղ էր գնում ու խաղը սկսեցին այդ տվեցին ջարդեցին Մարկարովին տվեցին գցեցին ես արդեն բանից դուրս եկա գիտեի իրավունք չունեմ ռեպորտաժում ասեմ որ խաղը անցել է ոչ սպորտային պայքարում բայց գրել եմ այդ պահել էի հետո վերացրել եմ միջև վերջին ժամանակներս պահել եմ գրել է ռադիոկոմկաշ պետք է հաղորդեի սուր մեկնաբանություն չպետք է տայեք էլի տենց բաներ չպետք է այդպիսի բաներ ասեիք ռեպորտաժը ես գրել էի որ ավելորդ բաներ չասեմ բայց պետք է ասեմ ճշմարտությունը որ մարդիկ ինֆարկտ չստանան որտեղ ամեն ինչ անում էին մրցավարներով բանով որ Արարատը չեմպիոն չդառնա ամենաբարձր մակարդակով ու այդպես ռեպորտաժ սկսեցի ասել հենց սկզբից ուզում եմ ասել որ հանդիպման առաջին րոպեները անցան ոչ սպորտային պայքարում արդեն 5-րդ րոպեին Էդվարդ Մարկարովին գետնին տապալեցին կրքերը բորբոքվեցին դեռ էլ սահմանապահ զորքերն էին Կարպատներն էլ Լվովն էլ Արիմության Ուկրաինայա իրենք էլ խնդիր ունեն արևելյան Ուկրաինայի հետ էլի քաղաքականություն էր հասկանում եք ու այդպես ես գիտեի որ ինձ կենտկոմ են կանչելու
ու եկա թե չէ կենտկոմից մեքենան եկավ հետևիցս Գլավլիտը եկա։ հա այն ժամանակ էլ Կարլեն Դալակյանը բաներ կենտկոմում ագիտացիայի պրոպագանդայի մանր վարիչներ պետաներ այսպես ասեմ հա ու շատ գրագետ ազնվորություններ նա կենտկոմ հասել էր իր գրագիտությամբ բոլորի այդ ելույթները բանը ինքն էր գրում հետո ինքն էլ որ գնացի ինձ ընդունես դե ագիտացիայի պրոպագանդայի բանն է սպորտը հենց սկզբից ես հասկացա որ ինքը իմ երկրպագուն է իմ համակիրն է բայց ինձ ասեց Սուրեն դու երեք չափ անցել ես չես պատկերացնում ինչքան մարդիկ են զանգել բողոքում են թե ինչքան մենք պետք է մանի Սովետի Ռուսաստանի գաղութը մնանք նույնիսկ չեն ուզում որ մենք չեմպիոն դառնանք սպորտը ինչի են այսպիսի արգելք հանդիսանում իսկ մեկնաբանը միլիոնավոր մարդիկ լսում են դե ժամանակ էլ ռադիոյով էր այդ դրսից ռեպորտաժները միլիոնավոր մարդիկ են քեզ լսում ու դու պատկերացնում ես կարող է ժողովուրդը փողոց դուրս գա կարող է ու նման դեպքեր եղել են ու կարող է հեղաշրջում լինի մենք պետքա զգուշ լինեք այսինքն ձեր ասում են պետքա զգուշ լինեք եւ չբորբոքեք ոչ միայն ես մտածում եմ որ ինձ կզրկեն որևէ մեկին չէին ներում ուղղակի ես արդեն շատ մեծ հեղինակություն ունեի ես ինձ իրավունք էի պահել ես գիտեի որ ինձ զրկելու եմ բայց ինչքան ժամանակով դա չգիտեի ու այդպես ես զգացի որ ինքը համակրում է ինձ ասեց Սուրեն մենք հետևում ենք քո հաղորդումներին գիտենք որ քաղաքականապես գրագետ ես մենք քեզ վստահում ենք վերջերս Թիֆլիսից քո ռեպորտաժներն եք լսել այնպես որ նման դեպքերում դու պետք է զգուշ լինես որովհետև քո մի խոսքը կարող է շատ վատ հետևանքներ ունենա հետո ես էլ հասկացա որ իրոք դա այդպես է հա բայց ես մյուս կողմից էլ փրկեցի շատ մարդկանց որոնք կարող էին ինֆարկտ ստանալ ես որ հետո ռեպորտաժում ասել էի ջարդել եմ փշրել եմ մեկը մյուսը ու բանը երկրպագուները շատ հանգիստ են ընդունել Արարատի պարտությունը իսկ Կարլեն Դալակյանն էլ ինձ վերջում ասեց Սուրեն գնա բայց այլևս այդպիսի բաներ չլինի վերցրու իմ կառավարական հեռախոսի համարը Եթե որևէ խնդիր ունենաս կզանգես ինձ եւ խնդիր ունեցա հետո հետագայում ես պետք է Բեյրութ գնայի դե չնայած հայտնի մեկնաբանի բայց կապիտալիստական երկիր սովետում թույլատրում էին միայն եթե առաջին կարգի հարազատությունն է քեզ վիզա ուղարկի ինձ չէին կարող թույլատրել զանգեցի ու իրից չէին տալիս որի պատասխանատու գյումրեցի մի բաներ գեներալ էր վախենում էր ստորագրել ամեն մեկը վախենում էր դու իրենց կարիերայից զրկվել որովհետև կարող է ասենք գնայի հետ չգայի բայց ես գնայի ինչ անեի մնայի այնտեղ ու զանգեցի Կարլեն Դալակյանի ասեցի այսպեսի բան է հենջալոց կնոջս էլ է վիզա տվել հա ասեց մի րոպե սպասի ու ես էլ հեռախոսը լսում եմ կառավարականով խոսում է գեներալի հետ որ հենց հիմա Սուրեն Բաղդասարյանի ազնագիրը ստորագրում է կնքում եւ տալիս եք հա էլ չամարձակվեցի ասեի բականոջս համար հետո այդ գեներալին որ ասեցի բականոջս ասեցի թե քեզ թույլատրել ենք ուրախ պետք է լինես ու վերջը գնացի Բեյրութ դա կարծեմ 79 թվականին էր Պարոն Բաղդասարյան մենք այն հարցը կիսա թողեցինք 90 թվականից հետո մենք եթե չեմ սխալվում 4 կամ 5 նախագահ ենք ունեցել ՀՖՖ-ի եւ ֆուտբոլային քաղաքականությամբ զբաղվող մշակող անկախությունից հետո ինչ պետքա անենք պարոն Բաղդասարյան որ տնային աշխատանքը ես ասեմ անկախությունից հետո որ ասեմ անարխիա չէ սովետի տարիներին բոլոր դեպքերում ինչքան էլ որ դժգոհություն լիներ հզոր պետություն էր լուծվում էր եթե մի խնդիր էր լինում զանգում էին Մոսկվայի միջոցով լուծում էին հասկանում եք բայց ցավոք սրտի անկախացումից հետո լավ գիտեք այդ ամեն մի նախագահ իր գործերը արեց ամեն մեկը մտածում էր իր աթոռը պահի եւ ֆուտբոլը որը մեկ ուշադրություն չէր դարձնում հարագորեն մեր ֆուտբոլը կործանվեց ես այդ կարող եմ ասել բայց այն ժամանակ
կառավարական մոտեցում կար։ Առաջին դեմքն էր Հովանեսը։ Իսկ համարում եք, որ հիմա էլ պետք է լինի կառավարական մոտեցում։ Պարտադիր։ Դե օրինակ այս Հիմա ես ասեմ 29 թվականի երիտասարդական աշխարհի առաջնությունը այստեղ եւ Վրաստանում անցկացվելու։ Դե 29 թիվը ինչ է, այս ֆեդերացիայի նոր ղեկավարները այսպես կոչված, որոնք նշանակվել են եւ ոչ թե ընտրվել են։ Ես դրանց մասին շատ եմ խոսել, շատ եմ քննադատել 19 թվին։ Բերեցին զորով կանոնակարգերը ոտնատակ տվեցին ու նշանակեցին դրանց։ Ու դրանց հիմնական խնդիրը աթոռը պահելն է։ Եվ այդուհանդերձ մոտ 8 տարի է այդ աթոռը կարողացան։ Դե արդեն որոշել են, իրենք գնում են, արդեն հայտարարել են դրա մասին։ Ինքը կարևոր իրադարձություն չի, պարոն Բաղդասարյան։ Ինքը կարևոր իրադարձություն չի։ Նկատի ունեմ, մենք երբևէ տենց բանի մասին չենք ունեցել նախ։ Ինչ աշխարհի առաջնություն գոնե երիտասարդների։ Ինչ իրադարձություն։ Դա իրադարձություն չի, պարոն։ Այդ մի ամետը Մելիք Բեկյանը, լինելով ֆեդերացիայի նախագահ, նույնը Նիկողոսյանը, որ սա պատմական իրադարձություն է առաջին անգամ Հայաստանում, մարդիկ այդքան անտեղյակ կլինեն ֆուտբոլի ֆեդերացիային ղեկավարում։ Ես ֆուտբոլ պլյուսում մի ամբողջ էջ տվել եմ։ Իգիտություն վերնագիրն էլ դրել եմ։ Իգիտություն ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի, որ 85 թվականի սովետի տարիներին Հայաստանում անցկացվել է մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնություն։ Խաղեր են տեղի ունեցել եւ Երևանում, եւ Արմավիրում, աշխարհի առաջնություն։ Մարզադաշտն Ես շատ բաներ եմ հենց իմ հուշերը վերականգնել եմ։ Բայց դա սովետ է, սա անկախ Հայաստանն է, պարոն Բաղդասարյան։ Դա սովետներ է, սա անկախ Հայաստանն ավելի դժվար է։ Ինչ կապ ունի։ Ավելի դժվար է մասշտաբային։ Չհասկացա Հայաստանը, որ չեն Հայաստանը առանձնացնում, Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն էր եւ շատ մեծ արտոնություններ ուներ։ Թերևս մենակ զրկված էր միջազգային կառույցներին անդամակցվելու այդ բաներով։ Ամեն ինչով մեր լեզուն ունեինք, մեր ինստիտուտները ունեինք, ամեն ինչ ունեինք, ես եմ մեծացել այդ հասարակարգում, հասկանում եք։ Ու այդ պետությունը շատ բաներով լավ էր չէր թողնում, որ ազգամիջյան ընդհարումներ լինեին, որ անընդհատ այսպես կռիվներ լինի, մեր երեխաները գնան կոտորվեն եւ այլն եւ այլն։ Մելիք Բեկյանը պետք է գոնե տեղյակ լիներ, որ 85 թվականին Հայաստանում անցկացվել։ Դե խոսքը անկախ Հայաստանի մասին է, պարոն Բաղդասարյան։ Դե խոսքը անկախ Հայաստանի մասին է։ Անկախ Հայաստանի մասին բառը եթե ասեին, այնքան մակարդակ չունեն, որ կանգնեին ասեին անկախ Հայաստանի պատմության մեջ։ Հիմա էլ են ասում էլի։ Հիմա էլի գոք են անում, որ իրենց աթոռը պահեն, որ մենք իրավունք ենք ստացել Հայաստանը պատմական իրադարձություն է, առաջին անգամ մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը։ Եվ ես մանրամասն տվել եմ խաղերը, թերթում գրել եմ այդ Գիտեմ, ես դա ուսումնասիրել եմ, պարոն Բաղդասարյան։ Խաղերը ոնց են անցել, հետո բայց բոլոր դեպքերում իրադարձություն է, էլի մեծ։ Մենք հետաքրքիր բան ասեմ։ Ուրեմն առաջին տուրում Կոլումբիայի հավաքականը ստեղ էր մեր խմբում։ Խմբային մրցաշարը անցկացել, ամբողջ խմբային մրցաշարը։ Հա, հետո էլի այդ 1-4, 1-8 էլի խաղեր են տվել։ Ագին խաղերը տեղի ունեցել։ Եվ այստեղ եւ Վրաստանում, հասկանում եք։ Ստարդարապատ մարզադաշտը, որ այս վերջում Արմավիրի հենց այդ ժամանակ չի կառուցել։ Արմավիրի մարզադաշտը ժամանակ են կառուցել, միանգամից 10,000 նստատեղով, ու դրանից հետո Արարատը որոշ խաղեր անցկացնում էր, Գավաթի խաղարկության հանդիպումներ էր անցկացնում։ Մարդը պետք է պատմությանը տեղյակ լինի։ Սուրեն Բաղդասարյանը իր հետ դրանք տանելու է։ Այնքան բարի լինեք, որ ասեք հարցեր կա, որ գոնե ես խորհրդակցեմ ձեզ, այդ ամենը չի, ես դրա մեջ եմ եղել, այդ ռեպորտաժները ես եմ հաղորդել, ու Կոլումբիայի մասին էլ ասեմ։ Կոլումբիան առաջի խաղում Հունգարիային տարվում էր 2-0, վերջի 5 րոպեին 2 գոլ ախփել։ Չեք պատկերացնում, թե այդ ինչ ոգևորություն էր լատինաամերիկացիների համար։ Եվրոպական թիմի հաղթել են ժամանակել Հունգարիան դե ֆուտբոլային երկիրը։ Ուրեմն պատկերացնում եք, բան է, Կոլումբիայի նախագահը կարգադրել է, որ կապ հաստատեն Երևանի հետ։ Այն ժամանակ սովետի տարիներին հեռախոսակապ են հաստատել Հրազդան ստադիոնի հետ։ Եվ ես էլ իջել եմ բանի
Կոլումբիայի հավաքականի հանդերձարան ազատ հնարավորություն ունեի ու հարկավոր էր տեսնել այդ ինչ ոգևորություն էր ու նախագահն էլ ոնց էր շնորհավորում։ Իմիջիալոց նախագահը ես այս վերջին ինֆորմացիա Կոլումբիայի հավաքականը խմբային մրցաշարում տարավ, որ անցավ հաջորդ փոլ, հեսա քիշեմ կասեմ, բայց այս բանը չեմ հիշում, պատասխան։ Կոլումբիայի նախագահը լավ թիմ է, բայց շատ Կոլումբիայի նախագահը Էլիզա գելա ու շնորհավորել է ֆուտբոլիստներին, պատկերացնում եք։ Պարոն Բադասյան, հետևում եք առաջնությանը, այս բային Ամերիկայում, Կանադայում եւ Մեքսիկայում ընթանում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Նախ հետևում եք թե ոչ եւ ում եք երկրպագում եւ ում եք ֆավորիտ համարում։ Ոնց կարող եմ ես չհետել, ես չնայած իմ տարիքին ես թերթ եմ հրատարակում, ես կուրսի մեջ պետք է լինեմ, ամեն ինչից քաջատեղյակ պետք է լինեմ, պլյուս այդ ձեզ նման անընդհատ ինձ հրավիրում են հաղորդումների, եթե ես անտեղյակ լինեմ, բան։ Հետո ես համոզվել եմ, որ ամենալավ դեղը ուղեղի մարզումն է։ Դեռ սովետի տարիներին, երբ ես մեկնաբան էի, բժիշկներին էլ եմ ասել, դե անընդհատ ռեպորտաժներ է հաղորդում, լինում էր, որ փորձ էր ցավում, գլուխ էր ցավում, ասում էի չեմ կարողանալու ռեպորտաժ ուղարկեմ։ Հետո երբ սկսում է դե միլիոնավոր մարդիկ ինձ լսում են, ուղեղից բոլոր կենտրոնները անջատվում էր, մնում էր միայն ռեպորտաժը եւ միկրոֆոնը, ու այդպես մյուս կենտրոնները հանգստանում էին։ Հետո ռեպորտաժից հետո տեսնում եմ, որ ոչ փորացավ ունեմ, ոչ գլխացավ ունեմ, բոլորն անցել են։ Բոլորը անցել են։ Հիմա նույնն է, ես այդ նյութերը գրում եմ, խմբագրում եմ, կրկնում եմ այդ խաղացողներին, բանին, այդ ամենը, ասինքն անընդհատ ծանրաբեռվածության տակ եմ եւ ուղիղս անընդհատ մարզում է։ Հա, ես չեմ կարող ասել, թե ում եմ երկրպագում, պարզապես ես իմ հարազատներին մրցանակային հիմնադրամ եմ սահմանել, ամեն մեկը իրենց կարծիքն են տվել, ով պետք է լինի չեմպիոն։ Ամենայն դեպս ես նաև գրել եմ իմ տարբերակը, որ Բրազիլիան պետք է լինի։ Գիտեք ինչու։ Ինչ ուզում եք ասեք, վիճակագրությունը այսքան տարիների մեկնաբանական փորձը հուշում է, որ մանե Լատինական Ամերիկայում ես ինչքան հիշում եմ Գերմանիան 14 թվականին դարձել աշխարհի չեմպիոն, մնացած դեպքերում երևի չեմպիոն դարձել են Լատինական Ամերիկայի թիմերը։ Իտալիան ունենք 2006-ին, չգիտեմ դրանից առաջ։ 2006-ին բանն էր։ Իտալիան դարձավ, դա Գերմանիա է, մեր ինչքան գիտեմ։ Հա, եթե չեմ սխալվում, հա։ Չէ, դե ես այդ բաները ուղեղս նոր չկրկնեմ, չեմ հիշի, այս տարիքին կջնջիլ լրիվ կտանի։ Իսկ Բրազիլիային էլ երկրպագում եք։ Բրազիլիային ես չեմ երկրպագում, երբեք այն ռեպորտաժների ժամանակ էլ ինչ շատերն են ասում, եթե ես ասեի, որ երկրպագում եմ Բավարիային, կողմնակալ Բարսելոնի երկրպագուները ինձ կհայհոյի։ Դրա համար ես միշտ ասում եմ, ես չեզոք եմ, ու իրենք ընդհանրում էին, թե ես ում եմ երկրպագում, բայց ես երբեք չեմ ասել։ Նույնն էլ այս անգամ էր, ես ուղղակի Բրազիլիայի անունն եմ գրել այն բանով, որ Բրազիլիան բոլոր դեպքերում վաղուց չեմպիոն չի եղել, հնգակի չեմպիոն է, խաղում է իր մայրցամաքում, եւ ես լավ գիտեմ, որ այդ լատինաամերիկյան երկրները իրենց դռները փակում գալիս են։ Օրինակ Կոլումբիայի հավաքականը, ես 94 թվականին աշխարհի առաջնության ներկա էի, մի հատ հետաքրքիր բան պատմեմ, գլխավոր ֆավորիտը բաներ 94 թվականի աշխարհի առաջնության, ես չգիտեմ տեղ ունեք թե չէ, բայց ես հետաքրքիր բաներ եմ պատմում։ Չէ, պատմեք, պարոն։ Ուրեմն բոլորը նշում էին, որ Կոլումբիայի հավաքականը իր կազմով գլխավոր ֆավորիտն է 94 թվի 94 թվի խաղում էին բանը Վալդերաման, որը համաշխարհային ֆուտբոլի աստղերից էր, հարցակման գծում Ասպրիլան, որին պահել հնարավոր չէր, Վալենսիան, որը խաղում էր բանում, խաղում էր Բավարիայում եւ շատերը։ Եվ հետաքրքիրը որն է, որ Կոլումբիան ելույթ էր ունենում, առավել եւս որ գիտեի, որ Կոլումբիան է ֆավորիտը, ես էլ որ գնացել էի, Լոս Անջելես էի գնացել, նախ հայությունը այնտեղ շատ էր,
երկրորդն էլ այդ Rose Bowl-ն էր գլխավոր մարզադաշտը։ Հիմա Rose Bowl-ում խաղեր չեն անցկացնում, հազարանոց բաներ։ 7 խաղ եմ ես նայել Rose Bowl-ում։ Եզրափակիչը մեկը մյուսը, բայց ամենակարևորը Կոլումբիայի մասնակցությամբ խաղերն եմ նայել։ Կոլումբիայի հավաքականը, որ բոլորը ասում էին, ամբողջ երկիրը թափվել էր։ Այդ Վալդերաման էր գանգուր մազեր ուներ, մի քիչ մազերը դեղին էր, թե սպիտակ էր, բոլորը պարիկներ էին սարքել, նմանեցրել էին երկրպագունները, պատկերացնում եք, ու ստադիոնը հիմնականում այդ դրանց երկրպագուններն էր, բոլորը Վալդերամա էին, պատկերացնում եք, հետո բայց նենց ստացվեց, որ այդ խմբայի մրցաշարում Կոլումբիայի հավաքականը նախ պարտվեց բանի Ռումինիայի հավաքականին, դա բանի Հաջի ոսկե ժամանակաշրջանն էր, 3-1-ով հաղթեց, այդ ինչ էր կատարվում, կոլումբիացիները նոկաուտի մեջ էին, հետո Ամերիկային, բայց այդ Ամերիկան խնդիրներ ունի բանի, ճիշտ Կոլումբիա խնդիրներ ունի Ամերիկայի հետ, դա իրենց համար լրիվ ուրիշ խաղ էր, հետո այնպես ստացվեց, որ Ամերիկային էլ պարտվեցին 0-1 հաշվով եւ կարծեմ Շվեյցարիային հաղթեցին, բայց արդեն խմբային մրցաշարից դուրս թռան, որ ֆավորիտ էին, պատկերացնում եք։ 10 օր հետո այդ բանը Անդրես Էսկոբար կար իրենց խաղացողը։ 10 օր հետո աշխարհի առաջությունը չեր ավարտվել, գնդակահարեցին։ Երկիր էր վերադարձել, գնդակահարեցին։ Ու ես ներկա եմ եղել Կոլումբիայի այդ երկու խաղին։ Հա, ու այդ տղային էլ այդպես 27 տարեկան տղա էր, ընդ որում այնքան լավ էր խաղում, ես գիտեմ համարել էին, որ լավ չի պաշտպանվել, չէ, եթե չեմ սխալ։ Չէ, ինքնագոլը հեղինակական։ Հա, ինքնագոլի համար, հա։ Այդ գոլը իր պատճառով ա եղել, հա, ու այդպես այդ տղային սպանեցին 27 տարեկաներ այն ժամանակ էլ խոսում էին, որ Միլանը անպայման ուզում է վերցնել դե Կոլումբիայից արդեն քանի խաղացողների հրաշք էին դրանց պահել կոլումբիական մաֆիան էր, չէ, եթե չեմ սխալվում։ Հա, մաֆիայի զոհել եղավ։ Ես մի վարկածել կարդացի, որ այդ նարկոբարոնները այդ Կոլումբիայի խմբից դուրս գալու համար, հա, պլեյոֆ հսկայական գումարներ են բանարել, դրել, խաղադրույք են արել, այդ վարկածն էլ կար, բայց իրեն կոնկրետ սպանելա մի հատ բան պահակ, դե հա 6 անգամ խփելա, ու ամեն խփելուց էլ գոլագորացել, այդ հիմարը, այդ ուզում եմ ասել, այդ Կոլումբիայի հետ կապված եւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունն է եւ Սպերցյանի հետ Ջոն Կորդոբանա եւ Վալդերամանա, ուզում եմ ասել Կոլումբիայի հետ բանա էլի հուշեր կան շատ։ Պարոն Բաղդասարյան, այս առաջնությանը դուք հետևում եք նաեւ, այսինքն վերջի շրջանում հետևում եք ընդհանրապես մեկնաբանների գործունեությանը եւ ինչ տարբերություն կար նախկինում եւ հիմա եւ ինչ նորություն եւ նորարարություններ կան հիմա, որը որ կուզեիք նախկինում լինեին։ Գիտես ինչ, հիմա մեկնաբանները շատացել են, իհարկե կան խելացի տղաներ, որ վատը չեն, բայց բոլոր դեպքերում ես գնահատական չեմ տա էլի։ Ես էությամբ այնպեսին եմ, ինչ որ խոսում եմ, ձգտում եմ օբյեկտիվ լինել։ Դրա համար ժողովուրդը ինձ հարգում եւ գնահատում է։ Իսկ սրությունները, որը որ համարում եք, որ պետքա վերացվի կամ աշխատվեն դրա վրա, գոնե այդպես ինչ որ մի բան Բաղդասարյան։ Գիտեք, օրինակ մեկը կա, ես չեմ կարողանում տանել, անջատում եմ, խմծիծաղ տալիս, եթերում ահավոր վատ է։ Սովետի տարիներին այդպիսի վարքագծով աչքի էր ընկնում Մասլաչենկոն, բայց Մասլաչենկոն սպորտի վաստակավոր վարպետ էր, Սովետի հավաքականի դարպասապահ է եղել, մեկը երկրպագուն Սրորևա ընդունում, Մասլաչենկոին չեր ընդունում։ Ինձ Գյորգի Սարգսյանցը, մեր հայրենակիցը, որը կենտրոնական հեռուստատեսության լավագույն մեկնաբաններից մեկն էր ու շատ գրագետ էր, ինձ ասում էր, դե շատ մտերիմ էինք, ինքը ստեղի ես լավ կազմակերպում էի, իրեն լավ ընդունում էին, գալիս էր հաղորդումների ու բաներ, Գյորգի Սարգսյանցը Մասլաչենկոյի մասին որ խոսք էր լինում, դե ինքն էլ հայտնի մեկնաբան էր, ասում ես իրեն ասել եմ, Վալոդյա, правильно, твое преимущество то, что դու ֆուտբոլիստ ես եղել, բայց հիմա դու տրիբունայից ես հաղորդում, քեզ
իմաստունի տեղ մի դիր, մարդիկ վատ են ընդունում։ Ասենք խորհրդատվել ու ճիշտ խորհրդատվել։ Ու ես գիտեմ, որ Մասնաչենկոին շատ վատ են ընդունում։ Մրցավարներն էր քննադատում, դարպասապահներն էր քննադատում, ասենքն մտնում էր մասնագիտական դաշտ։ Ես երբեք մասնագիտական դաշտ չեմ մտել։ Եթե մտել եմ, ասել եմ իմ կարծիքով բան, բայց երբեք մարդկաց չեմ անարել այսպես։ Ամեն մեկը իր գործը ունի, հասկանում եք։ Դա է։ Պարոն Բաղդասարյան, վերջի երկու հարցը։ Նախ արդեն պարզ է, որ գործող ղեկավարությունը նկատի ունեմ ֆուտբոլի ֆեդերացիա իրանք գնում են, հայտարարել են դրա մասին եւ մամուլում կաշում եք դուք։ Գիտեք քանի անգամ Ամելիք Բեկյանը խփել, առաջին ընտրություններին ինքն է կազմակերպել, որ բանին չէ, հեսա ասեմ, Հանեցյանին հանել են կներեք, որ հանել են Ամելիք Բեկյանը ինքն էր, եթե ես իմանայի իր տեխնացիոնը դնելու, իրավունք չունի կանոնակարգով։ Չէ, չունի, չէ, եթե չեմ սխալվում։ Ինքը իրավունք չունի, եթե իր տեխնացիոնը դրել։ Վերջի օրը իր տեխնացիոնը դրել է։ Բանի նկատի ունեք վերջին ընտրությունը։ Երբ էր 2001 երևի։ 2019 թվին։ 19։ Հա։ Չէ, ուզում եմ ասեմ դրանք երկուսն էլ հայտարարել հեռանալու մասին, բայց մամուլում կա տեղեկություն Ես չեմ հավատում։ Ռուբեն Նազարեթյանի նշանակման մասին։ Դուք ինչ կարծիք ունեք եւ նա չի էլ հերքել։ Ռուբեն Նազարեթյանը իրենց չեմ ուզում կոպիտ խոսել։ Նույն մարդիկ։ Լավ բաներ ասեք, պարոն Բաղդասարյան։ Չէ, նույն մարդիկ են։ Բայց բավականին էական փոփոխություններ են։ Նազարեթյանը ես եմ պատասխանատու եղել 6 տարի աշխատել եմ ֆեդերացիայում, գործկոմի անդամ եմ եղել։ Ես եմ ֆուտզալի պատասխանատու եղել։ Ես եմ ռեպորտաժներ վարում։ Նազարեթյանը այն ժամանակ ով էր, հետո ես անգամ որ բանը խաղում էր, մեր հավաքականը խաղում էր, Նազարեթյանը չէր ղեկավարում խաղը, մարզիչը ինքը չէր։ Մեկին բերել էին, չգիտեմ որտեղից է։ Չեմ ուրիշ ազգից, հա։ Եթե վիդեոն նայեք, հետի կտեսնեք։ Նազարեթյանը իր ծառայություն ունի մեր ֆուտբոլում, որ բան, գոնե այնպեսի մարդ պետք է լինի, որ գրագ է։ Բայց վերջի շրջանում ճանապարհ անցած։ Պատմության մեջ առաջին անգամ մտան Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, միջև 1 քառ։ Էլի ասում եք նույնը, ես վիրավորվում եմ։ Ես դες պատմեցի անկախ Հայաստանի պատմության մեջ։ Անկախ Հայաստանի պատմության մեջ, դա հայկական պատմություն չի։ Հայաստանը եղել է բան, մեր պետությունը, որ մոռանում են, ոնց որ հիմա են ասում, ասեմ, բավականին էական փոփոխություններ արել էին, իրական, ասում են իրական Հայաստան, բայց բարեբախտաբար խորհրդային տարիներին Հայաստանի Հանրապետությունը եղել ու շատ արտոնություններից է օգտվել։ Չի կարելի Հայաստանի, ասենք, մեր նվաճումները, որոնք եղել են խորհրդային տարիներին, ասենք Արարատի դա ոչ մեկ չի ուրանում, պարոն Բաղդասարյան։ Դա ոչ մեկ չի ուրանում։ Ոնց կարելի է կանգնել ասել պատմության ընթացքում առաջին անգամ։ Առաջին անգամը կլինի այն, դա եղել է, որ մենք ունենանք լավ հավաքական, մեզ երևի տեղ են տալու։ Այդ հավաքականը գոնե մեզ մոտ այդ խաղերում ինչ որ արդյունք ցույց տա։ Բայց լավ, հիմա մտ ուրախ ավարտ ասենք, պարոն Բաղդասարյան, ինչին եք հավատում։ Մենք մոտ շրջանում կմասնակցենք օրինակ Եվրոպայի աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերին եւ ինչա պետք անել դրա համար։ Այնա պետք որ ֆուտբոլը պետք է զարգացնել։ Ես այս խաղերը որ տեսնում եմ, շատ հեռու ենք։ Ես տեսնում եմ թե Աֆրիկայի ֆուտբոլը ոնց է զարգացել։ Դուք կարող եք այդ վիճակագրություններին չնայեք, ես բաներ եմ ասում, որովհետև ես իմ թերթում տալիս եմ, դեռ ես գործի մեջ եմ։ Աֆրիկայից 9 հավաքական մասնակցել է բանի ներգրավել է աշխարհի այս առաջնությանը։ Ինչ եմ ասում, 10 հավաքական։ 10 հավաքականից 9 անցել է play-off pool։ Պատկերացնում եք դա ինչ ցուցանիշ է։ Իմ համար բացահայտումը Կոնգոն էր, շատ Կոնգոյի հավաքական էր իմ համար բացահայտումը, շատ ուժեղ ֆուտբոլ էր խաղում։ Դու մենակ բոլորն էլ ուժեղ են, բացի բանից, Թունիսից, բոլորն էլ ուժեղ հավաքականներ են։ Եվ ես այն կարծիքին եմ, որ Աֆրիկայի հավաքականները աշխարհի մյուս առաջնությունում ըստ երևույթին չեմպիոնը կարող է լինել աֆրիկյան մարտի։ Ես այդ կարծիքին եմ։ Որտեղ նախ բնատուր իրենք ատլետիկ տվյալներ ունեն, բնատուր շատ արագավազ են,
բոլորը խաղում են գրեթե առանց բացառությամբ եվրոպական հանրահայտ թիմերում։ Իսկ մեր մասին բան բացի։ Ուղղակի իրենք ինչն է իրենց բան, որ իրենք խոշոր մրցաշարի հաղթող չեն ճանաչել, բանը չեն դարձել։ Սպորտում դա գիտեք ինչքան կարևոր է։ Ասենք եթե բանը Գերմանիան 4 անգամ աշխարհի չեմպիոն է եղել։ Ով խաղում է Գերմանիայի հետ վախենում են։ Այդ վախը հերիքա որ դու օգտվես դրանից։ Դա տիպիկ օրինակը Ռեալի չեմպիոնությունը Չեմպիոնների լիգայում։ Հա։ Ռեալի մրցելույթները Չեմպիոնների լիգայում ինքը որ տեղի չեմպիոն է համարվում ու այդ սինդրոմը մնացածի համար։ Այդ ֆուտբոլիստները որ մտնում են դաշտ, ինչքան էլ որ հայտնի թիմերում են խաղում, բայց որ գիտեն Գերմանիայի կամ Իսպանիայի հետ են խաղում, կամ Բրազիլիայի հետ են խաղում, կամ Անգլիայի հետ են խաղում, նախաձեռնությունը զիջում են։ Եթե ուշադիր նայեք, պաշտպանությունից են խաղում ու փորձում են բանանել։ Հիմա տեսեք, քանի հավաքականներ աֆրիկյան հաշվի մեջ առաջ են անցել, բայց վերջում նյարդերը տեղի են տվել։ Որակի խնդիրներն են։ Որակի չի։ Հոգեբանությունն է, ես հոգեբանությունն եմ բանանում։ Հիմա տեսեք Բելգիա։ Բելգիան էլ բազմաթիվ նվաճումներ ա ունեցել։ Բելգիան ում հետ էր։ Սենեգալի հետ էր։ Սենեգալը ճզմել էր Բելգիայի 2-0 տանում էր։ Մնացել էր քանի րոպե։ Հա շատ կարճ ժամանակում 3-2 հաղթեց էլի։ Հա, ուզում եմ ասել, որ հոգեբանությունն է դա, հասկանում եք։ Բելգիան ինքը մտածում է, որ ես պետք է Սենեգալին անպայման հաղթեմ, բայց հեսա որ Աֆրիկայից 1-2 չեմպիոն լինեն, արդեն մենք ինչ պետք է մտածենք, պարոն Բաղդասարյան։ Մենք պետք է մտածենք մեր ֆուտբոլը զարգացնելու։ Բոլոր երկրներում էլ այդ Եվրոպայում էլ լիքն են աֆրիկացի խաղացողներ, բայց մենք պետք է նաև մտածենք ֆուտբոլի զարգացման մասին։ Այնպես անենք, որ մեր կադրերը ունենանք, մեր տեղական կադրերը չունենք, հավաքականում չկան կադրեր, որոնք միջազգային մակարդակի խաղացողներ են, չկան։ Սպերցյանը բանը ռուսական ֆուտբոլի պրոդուկտ է, բանը Թիկնիզյանը նույնպես, մեր հավաքականում չկա միջազգային մակարդակի մեկի անունը կարող եք տալ։ Ոչ։ Բա ոնց կարող ենք աշխարհի առածություն խաղալ։ Պետք է աշխատենք։ Արմեն Մելիքբեկյանը խոսք է տվել, որ մենք 25 թվին այդ երբ էր հենց ենք խոսքվել 25 թվին մենք մասնակցելու ենք աշխարհի կամ Եվրոպայի առողջության։ Ուրա։ Չկա։ Բա այդքան միամիտ է։ Պարոն Բաղդասարյան։ Ժողովուրդն էլ հավատում է, հիմա դուք էլ եք հավատում, որ իրադարձությունը Դες հավատում եմ 29 թվի առաջնությունը իրադարձություն չի։ Մենք անցել ենք այդ ճանապարհը։ Մենք այն ժամանակ կադրեր ունեինք։ Մենք այն ժամանակ 9 վարպետ թիմ ունեինք ԽՍՀՄ տարբեր առաջնություններ։ Ես դες հասկացել եմ, բայց ոնց որ կորցրել էինք, նոր ենք վերագտնում, զուտ դրա համար եմ ասում, պարոն Բաղդասարյան։ Ինչա։ Ինչ որ этаպում արդեն կորցրել ենք, հետ ենք գնացել, նոր ինչ որ աշխատանք կամ Դեռ հետ են գնում։ Հա։ Ինչ ասեմ, Դեռ հետ են գնում։ մեր հաղորդումը բլից հարցերով ենք փակում, պարոն Բաղդասարյան։ Ոնց կուզեք։ Բայց Շատ շատ պատասխանեցի։ Ֆուտբոլ թե շախմատ։ Բա երկուսն էլ ես բանը։ Ես իմ ազատ ժամանակը շախմատին եմ հատկացնում, եղել եմ դեռ ԽՍՀՄ տարիներին Հայաստանի լրագրողների Հայաստանի չեմպիոն։ Նաև եղել եմ անկախ Հայաստանի լրագրողների ընդգծում եմ, որ չասեն թե ես Հայաստանը, այն Հայաստանը չի։ Չէ, ոչ մեկ դες բան չի ասում։ Հա, եղել եմ չեմպիոն, քանի անգամ մրցանակակիր եմ եղել։ Ես ազատ ժամանակը շախմատին եմ տալիս։ Հավասար սիրում եք, պարոն Բաղդասարյան։ Ինչ է։ Հավասար սիրում եք եւ ֆուտբոլը եւ շախմատը։ Հավասար։ Հա։ Երկուսն էլ սիրում եմ։ Ֆուտբոլը իմ մասնագիտությունն էր, ֆուտբոլով ես փող եմ աշխատում, տուն եմ պահում, խոսելով։ Շախմատով չէ։ Մեսի թե Մարադոնա։ Ժամանակս եմ անցկացնում։ Երկուսն էլ առաջի մեծության աստղեր են, բայց բոլոր դեպքերում նախապատվությունը կտամ Մեսսիի։ Ես նաև մի փոքր բացատրություն տամ։ Շատ լավ։ Երևի դուք ես տեսնում եմ, որ այդուհանդերձ քաջատեղյակ եք, որ Ռոնալդուին արդեն Պորտուգալիայի խաղացողները չեն ընդունում։ Հա, կա, մթնոլորտը լավ չի։ Որովհետև տարբերությունը գիտեք որն է։ Դե ես մեկնաբան եմ, այդ կանտարի ֆուտբոլում եմ եղել, տակտիկա է,
Ես ուստանովկաններին ես առաջադրանքներ որ տալիս սովետի տարիներին միշտ գնում էի Զորախբյուր Սիմոնյանի այդ առաջադրանքներին եմ ներկա եղել Գլեբովի, Մասլովի գիգանտ մարզիչներ էին ասինքն ես եթե կրթություններ չստանայի դիպլոմ չստանայի Մենակ իրաց դասերը հերիք ես այն ինչ որ տեսել եմ ինչ գրագի գիտություն տեսել եմ այլ աչքերով եմ ես նայում հասկանում եք Մեսին նաև խաղ կազմակերպում Մեսին Ահագին գոլային փոխանցումների հեղինակ է Մեսին շատ առավելություններ ունի ես կո Ռոնալդոն էգոիստ է ես երեկել նայեցի առաջին անգամ իրեն փոխարինեցի չեմ անում նայել ես խաղը Չէ չեմ նայել խաղը բայց 85-րդ րոպեին իրեն փոխարինեցին դժգոհեց ինչի ես դժգոհում երիտասարդ սերունդ է քեզ ոնց կարող են ընդունել մեր հերոստատիտողները Մեսին կուրկա Մեսին այդքան գոնե բան ունի Իսկ դրան հակադրություն պարոն Բաղդասարյան Պելե թե Կրոյֆ Ինձ համար Պելեն ընդհանրապես Պելե չի եղել համաշխարհային ֆուտբոլում որովհետև նոր սերունդը նախկին սերունդը չեն տեսել ես գոնե հասցրել եմ ոչ թե Պելեի խաղը կոնկրետ տեսել եմ Պելեն դե 58-ին ժամանակ մենք բան չունեինք հերոստացույց բան այդպիսի հաղորդումներ բայց հետո արդեն աշճանաբար այդ հնարավորությունը եղավ ես Պելեի ելույթը տեսել եմ 66 թվի Անգլիայի առաջնությունում Պելեի նկատմամբ որս էին սկսել գլխավոր նպատակը որ ուզում էին չեմպիոն դառնալ Պելեին շարքից հանելն էր այն ժամանակ էլ փոխարինելու իրավունք չկար Պելեին տվեցին գլուխը ջարդեցին բաները էլ գլուխը կապած ձեռքերը կապած շարունակում էր խաղալ թե չէ Պելեն բանը 66 թվականին էլ բրազիլիան չեմպիոն կդարձներ ամենայն դեպս միակն է որ աշխարհի երրակի չեմպիոն է Չեմպիոնների լիգա թե աշխարհի առաջնություն պարոն Բաղդասարյան Հիմա ես այս խաղերը որ տեսնում եմ սա մեծ տոնախմբություն է համաշխարհային Չեֆերինի այս քայլը փաստորեն շատ երկրների շատ ազգերի երջանիկ դարձրեց Մենք էլ եթե մի քիչ մեր մակարդակը բարձրացնենք Չեֆերին եմ ասում Ինֆանտինո Հա FIFA-ի նախագահ Ինֆանտինոն մտադիր է եւս էլ է ավելացնի 68 նույնիսկ ձեր աղռել Իտալիայի ասել այ որ 68 դարձնենք միգուցե դուք մասնակցեք Իտալիան իրավունք ստանա քննադատել էին իրեն հիմա մենք եթե հասցնեն 100 քանի միգուցե մենք էլ կարողանանք կներեք ես աշխարհը պատտվել եմ շատ միջոցառումների եմ եղել աշխարհի առաջնությունը բացառիկ իրադարձություն է որովհետև բախտ եմ ունեցել լինելու Իսպանիա աշխարհի առաջնությունում 82 թվին 94 թվին Ամերիկայում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը հետո 98 թվին Ֆրանսիայի աշխարհի առաջնությանը հետո Եվրոպայի առաջնությանը Գերմանիա բանը ավելի ճիշտ Անգլիա եւ այլը ու ես տեսել եմ այդ ազգերը ինչ ողջավորություն են ապրում Ինչպիսի տոնա չէ Ռադիո թե հեռուստատեսություն պարոն Բաղդասարյան Ես իմ կարիերան իմ ճանապարհը հարթել եմ ռադիո ռեպորտաժներով եւ ռադիո մեծ լսարան էր 73 թվին ես եւ ռադիոյի երկրորդ կեսը ռադիո միանում էր ես եւ հեռուստատեսամ էի հաղորդում եւ ռադիոյով եւ ռադիո լսողները 73 թվին որպեսզի Արարատի ռեպորտաժները իմ ռեպորտաժները լսեի սկսեցին ռադիո ընթանիշներ առնել եւ մեքենաներում տեղադրել ասինքն իմ լսարանը միշտ ռադիո մեծ է եղել բայց հիմա ժամանակները փոխվել են Դուք ռադիոն փաստորեն ավելի շատ եք սիրում հա Ռադիոն ավելի շատ եք սիրում պարոն Բաղդասարյան Ոչ թե սիրում եմ ես ուզում եմ ասել որպես մեկնաբան կայացել եմ սկզբից ռադիո հաղորդումներով եւ իմ նախաձեռնությամբ այդ տարիներին միշտ դրսից կազմակերպել ենք արտագնահ խաղերից Արարատի մասնակցությամբ հանդիպումներ միշտ Պարոն Բաղդասարյան 70-80-ականների ֆուտբոլը թե այսօրվա ֆուտբոլը
Ես ասեմ 70-ական թվականների ֆուտբոլը առանձնանում էր, որ Բրազիլիայում Պելե կար, աստղեր կային, բայց հիմա համաշխարհային ֆուտբոլի մակարդակն է բարձրացել, հիմա մրցակցությունը շատ մեծ է, ներկա պահին, որովհետև մի քանի տարի առաջ այդպես չէր, էլի եվրոպական թիմերը գերիշխում են, բայց ես նորից եմ ասում, հնարավոր է ես չլինեմ, հաջորդ առաջնությունում աշխարհի ես համոզված եմ, որ Աֆրիկայի հավաքականներից մեկը կարող է չեմպիոն դառնալ։ Եվ վերջում, պարոն Բաղդասարյան, մեկ նախադասություն առանց ֆիլտրի ուղերձ ժողովրդի։ Դե ես նախ կցանկանայի, որ մեր երկրում հավիտյան խաղաղություն լիներ։ Ամենակարևորը դա է։ Մենք ահագին զոհեր ենք տվել։ Ես ինքս որ Ղարաբաղցի եմ, ահագին հարազատներ եմ կորցրել։ Եվ ես համոզված եմ, որ Դավիթն էլ որ կամավոր է գնացել, Դավիթն էլ այդուհանդերձ դրա զոհն է դարձել։ Այդ ստրեսից հիվանդություն է ստացել, կամավոր գնացել էր եւ ահա որ ես միջի հիմա ուշքի չեմ գալիս Դավիթիս կորցնելուց հետո։ Շատ լավ, բոլորս, պարոն Բաղդասարյան, բոլորս, ինքը շատ լավ եւ մեծ մարդ էր։ Շնորհակալություն, պարոն Բաղդասարյան, Ես էլ շնորհակալ եմ, մենակ ես չգիտեմ ոնց եք տեղավորվելու։ Տեղավորվել ենք։ Այսօր մեր հյուրն էր լեգենդար հեռուստաու մեկնաբան, Football Plus սպորտային թերթի հիմնադիր ղեկավար Սուրեն Բաղդասարյան։